Նա միշտ ապրել է վերահսկողության ներքո։ Բայց անսպասելի հանդիպումը ամեն ինչ գլխի վայր շուռ տվեց։ Այժմ ցանկությունը մարտահրավեր է նետում կանոններին։ Եվ նա այլս չգիտի, ուզում է դիմադրել, թե ոչ։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք սիրելիների հետ։ Մի մոռացեք ինձ ասել, թե որտեղից եք դիտում։ Մարինան միշտ հայտնի է եղել իր զուսպ բնավորությամբ։ Դեռ մանուկ հասակից նա սովորել էր, որ լռությունն ավելի մեծ արժեք ունի, քան խոսքերը, երբ այն ճիշտ է օգտագործվում։ Նա մեծացել էր Երանի նոր թաղամասի համեստ բնակարանում, հաշվապահի տարրական դասարանների ուսուցչուհու դուստր էր, ովքեր նրան սովորեցրել էին քրտնաջան աշխատանքի համառության արժեքը։ 32 տարեկանում նա ռազմավարական պաշտոն էր զբաղեցնում Tech-Vision-ի ֆինանսական ոլորտում, որը երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկն էր, տեղակայված Մաշտոցի պողոտայի շրջակայքի տպավորիչ երկնաքերում։ Այս ձեռքբերումը հեշտ չէր եղել։ Յուրաքանչյուր բարձրացած աստիճան արժեցել էր անքուն գիշերներ, զոհաբերված հանգստյան օրեր, հարաբերություններ, որոնք թառամել էին ուշադրության բացակայության պատճառով։ Նրա առօրյան կանխատեսելի էր, ինչպես մետրոնոմը։ Առավոտյան ժամը 5:30-ին արթնանում էր, պատրաստում թունդ ու դառը սուրճ, վերանայում էլեկտրոնային նամակները, լողանալիս, երբ հեռախոսը դրված էր լոգարանի լվացարանի վրա։ Ժամը 7-ին արդեն մետրոյում էր, սեղմված տասնյակ հոգնած մարմինների մեջ, ովքեր կիսում էին նույն ճակատագիրը, մեկ աշխատանքային օր Երանի քարե ջունգլիներում։ Ժամը 8-ին նա նստում էր իր սեղանի շուրջ, շրջապատված անվերջ աղյուսակներով, երբեք չավարտվող հաշվետվություններով, միշտ աճող նպատակներով։ Ճաշը արագ էր, գրեթե միշտ հենց գրասենյակում, մի բնական սենդվիչ, գնված անկյունի հացի խանութից ուտված 15 րոպեում, երկու հանդիպումների միջ։ Սուրճերը մշտական էին, շտապողական, գրեթե գոյատման ծեսեր։ Մարինան նվիրված էր, կենտրոնացած, տաղանդավոր։ Նրա ղեկավարները հարգում էին նրան։ Նրա գործընկերները հիանում էին նրանով, թե ոմանք նախանձում էին նրա, նույնիսկ ամենաանհանգիստ ճգնաժամերի ժամանակ սառնասրտություն պահպանելու ունակությանը։ Երբ ընկերության համակարգը գրեթե փլուզվեց սերվերի խափանման պատճառով, սուրբաթի ժամանակ, Մարինան էր, ով մի քանի ժամում վերակազմակերպեց արտակարգ ֆինանսները, կանխելով միլիոնավոր վնասները։ Երբ եվրոպացի ներդրողը պահանջեց հաշիվների լիակատար թափանցիկություն, նախքան համաձայնագիր կնքելը, Մարինան էր, ով ներկայացրեց թվերը վիրաբուժական ճշգրտությամբ, կասկածների տեղ չթողնելով։ Նա լավ էր անում իր գործը։ Շատ լավ։ Բայց նրա էմոցիոնալ կյանքը։ Մի վերահսկվող դատարկություն, որը նա ձացնում էր, թե չի նկատում։ Բանն այն չէր, որ Մարինան ընկերակցություն չէր ուզում։ Նա փորձել էր, իհարկե։ Հանդիպել էր այլ ընկերությունների մի քանի գործընկերների հետ, ընդունել էր ընկերների հրավերները, բեռնել էր ժամադրությունների հավելվածներ, որոնք շուտով ջնջում էր հիասթափությունից։ Նրա հանդիպած տղամարդիկ կամ չափազանց հավակնոտ էին, հետաքրքրված միայն կարգավիճակով, ձեռքբերումներով, կամ չափազանց պասիվ, սպասելով, որ նա կատարի բոլոր նախաձեռնությունները։ Ոչ ոք նրան չէր ստիպում զգալ այն սրտաճմլիկ զգացողությունը, որ խոստանում էին գրքերն ու ֆիլմերը։ Ոչ ոք նրան չէր ստիպում շտապել տուն, օրվա մասին պատմելու համար։ Ժամանակի ընթացքում Մարինան համոզվեց, որ միգուցե դա պարզապես իր համար չէր։ Միգուցե որոշ մարդիկ ծնվել էին աշխատանքին նվիրվելու համար, վերջ։ Միգուցե ռոմանտիկ սերը Հոլիվուդի հեռուստանովելների կողմից վաճառվող պատրանք էր։ Նա սովորեց միայնությանը, այն վերածելով արդյունավետության։ Մինչ այն օրը, երբ ամեն ինչ փոխվեց։ Մարտի սովորական երկուշաբթի էր։ Երանի երկինքը ծանր էր, այն մոխրագույն երանգը, որը անձր էր խոստանում, բայց երբեք չէր կատարում խոստումը։ Մարինան գրասենյակ հասավ իր սովորական 15 րոպե շուտ, մուտքի մոտ պահակին ողջունեց զուսպ ժեստով, բարձրացավ 23-րդ հարկ, որտեղ գտնվում էր ֆինանսական բաժինը։ Սենյակը լայն էր, ժամանակակից, ապակե պատերով, որոնք թույլ էին տալիս տեսնել քաղաքի ամբողջ տարածքը։ Իր սեղանից Մարինան հեռվից կարողանում էր տեսնել հաղթանակի զբոսայգին, կանաչ բիծ քաղաքային մոխրագույնի մեջտեղում։ Նա ընկղմված էր եռամսյակային հաշվետվության մեջ, երբ հայտնվեց Ջուլիանան։ Ջուլիանան մարքեթինգում էր աշխատում, Մարինայից մի քանի տարի փոքր էր, անհարգալից, լի էներգիայով միշտ ուներ ինչ-որ թարմ բամբասանք, կիսվելու համար։ Նրանք ծանոթ էին այն օրվանից, երբ Մարինան 5 տարի առաջ եկել էր ընկերություն, անկեղծ բարեկամություն էին զարգացրել, այնպիսին, որ գոյատում է կորպորատիվ միջավայրի ճնշումներին։ Ջուլիանան թատերական հառաչանքով նետվեց Մարինայի սեղանի կողքի աթոռին։
Նա կրում էր գունավոր ծաղկավոր զգեստ, որը հակադրվում էր գրասենյակի զուսպ միջավայրին։ Արդեն տեսել ես, հարցրեց Ջուլիանան, աչքերը փայլում էին հուզմունքից։ Մարինան հայացքը բարձրացրեց համակարգչի էկրանից, ուղղելով ակնոցները դեմքին։ Ինչ տեսնեմ։ Նոր գործադիրը, ով տեղափոխվել է Լոնդոնի գլխավոր գրասենյակից։ Գաբրիել Քարվալյոն։ Նա եկավ ուրբաթ կեսօրին, բայց պաշտոնապես սկսել է միայն այսօր։ Մարինան ուսերը թոթվեց։ Գործադիրների տեղափոխությունները սովորական էին Tech-Vision-ում, գլոբալ ընկերություն, որն ուներ մասնաճյուղեր 15 երկրներում։ Եվ ինչ։ Ջուլիանան առաջ թեքվեց, ձայնը իջեցնելով, կարծես պետական գաղտնիք էր բացահայտելու։ Մարինա, այդ մարդը քայլող մեղք է։ Լուրջ եմ ասում։ Անթերի մոխրագույն կոստյում, էլեգանտ կեցվածք, այն խորհրդավոր տեսքը, ով շատ բան է տեսել։ Իսկ աչքերը։ Խորը շագանակագույն, գիտես։ Այնպիսին, որ նայում ես ու մոռանում քո անունը։ Մարինան ծիծաղեց, գլխով շարժելով։ Ջուլիանա, դու այդպես ես ասում յուրաքանչյուր նոր գործադիրի մասին, ով գալիս է այստեղ։ Բայց այս անգամ այլ է։ Երդվում եմ։ Եվ նա լինելու է հայկական գործառնության նոր գործադիր տնօրենը։ Պատկերացրու, Մարինա։ Նա հիմա մեր շեֆն է։ Դե, քո անմիջական շեֆը, իրականում։ Մարինան փոքրիկ սեղմում զգաց ստամոքսում, բայց թաքցրեց։ Գործադիր տնօրեն։ Կարծում էի, որ Ռոդրիգոն կշարունակի պաշտոնում։ Ռոդրիգոն առաջխաղացում է ստացել տարածաշրջանային տնօրենությունում։ Գաբրիելը ստանձնում է ամեն ինչ այստեղ։ Լսել եմ, որ նա մի քիչ մեկուսացած է, բայց գերկոմպետենտ է։ 3 տարում Լոնդոնի մասնաճյուղը փոխակերպել է։ Ընկերությունը հուսով է, որ նա նույնը կանի այստեղ։ Հիանալի է։ Ավելի շատ ճնշում, մրմնջաց Մարինան, աչքերը վերադարձնելով էկրանին։ Ջուլիանան աչքերը թարթեց։ Դու անհնար ես, գիտես։ Մի կաթիլ հետաքրքրություն չունես։ Մարդը գեղեցիկ է, իսկ դու նույնիսկ չես ուզում իմանալ։ Ջուլիանա, ես այստեղ եմ աշխատելու համար, ոչ թե որե գործադիրի վրա թքելու։ Ահ, իհարկե։ Որովհետև դու տիկին լրջությունն ես մարմնավորված։ Ջուլիանան վեր կացավ, հարթելով զգեստը։ Դե, երբ տեսնես, կհասկանաս։ Եվ մի ասա, որ ես քեզ չէի զգուշացրել։ Մարինան պարզապես գլխով շարժեց, թեթակի ժպտալով։ Ջուլիանան ուներ այս սովորությունը, ամեն ինչ վերածել նովելի։ Բայց… Կամ իր հետ բերած որե փաստաթղթին։ Հելենան մի քանի անգամ փորձեց խոսել։ Հարցրեց նրա աշխատանքի, ընկերության, ցանկացած բանի մասին, որը կարող էր կոտրել լռությունը։ Բայց պատասխանները միավանք էին, անտարբեր։ Հենց տիկին Մարիամն էր դարձել նրա միակ իրական ընկերակիցը։ Տնտեսուհին հանգիստ իմաստություն ուներ, այնպիսին, որ գալիս է նրանցից, ովքեր շատ են ապրել էլ ավելի շատ դիտարկել։ Նա ներխուժող հարցեր չէր տալիս, բայց գիտեր, երբ Հելենային ընկերական խոսք էր պետք։ Երբեմն, ճաշը պատրաստելիս, նա փոքրիկ արտահայտություններ էր արձակում, որոնք պատահական էին թվում, բայց որոնք Հելենան գիտեր, որ ուղիղ ուղերձներ էին։ Խնդիրը տունը մթությանը հարմարվելը չէ, աղջիկս, ասաց տիկին Մարիամը մի օր, մինչ այգու բույսերը ջրում էր։ Խնդիրը մենք ենք, մթության մեջ ապրելուն հարմարվելը։ Հելենային շաբաթներ պահանջվեցին հասկանալու համար, թե դա ինչ էր նշանակում։ Նա հարմարվում էր անտեսանելիությանը։ Սկսում էր ընդունել, որ այդ սառը, լուր դատարկ կյանքը նրա նոր իրականությունն էր։ Նա թույլ էր տալիս, որ մթությունը դառնա նորմալ։ Բայց նրա ներսում ինչ-որ բան դիմադրում էր։ Ամուսնությունից 3-րդ ամսում Հելենան որոշեց այլ բան փորձել։ Նա գիտեր, որ Գաբրիելը սիրում էր մակարոնեղեն։ Տիկին Մարիամը մի անգամ նշել էր, որ նա սովորաբար քաղաքի կենտրոնի իտալական ռեստորանից որոշակի ռավիոլի էր պատվիրում։ Հելենան ամբողջ կեսօրն անցկացրեց խոհանոցում, հետելով առցանց գտած բաղադրատոմսին, սոուսը ձեռքով պատրաստելով, համեմունքները կարգավորելով։ Տիկին Մարիամն օգնեց, բայց հստակ ասաց, որ գաղափարը նրանն է։ Նա պետք է տեսնի, որ դու գոյություն ունես, սիրելիս։ Ոչ թե որպես ստվեր, այլ որպես անձնավորություն։ Հելենան 3 անգամ փոխեց հագուստը, նախքան որոշելը։ Ընտրեց բաց կապույտ զգեստ, պարզ, բայց էլեգանտ։ Թեթ օծանելիք դրեց։ Մազերն այնպես հավաքեց, որ դեմքն ավելի նուրբ երա։
Երբ Գաբրիելը եկավ, նա ճաշասենյակում էր, սպասելով։ Սեղանը խնամքով դրված էր։ Մոմերը վառված։ Երաժշտությունը մեղմ։ Նա մտավ, կանգնեց դռան մոտ, նայեց տեսարանին, կարծես սխալ տեղ էր մտել։ Ինչ է սա։ Ես ընթրիք պատրաստեցի, ասաց Հելենան, փորձելով անփույթ հնչել, բայց զգալով, թե ինչպես է սիրտը թրջում։ Մտածեցի, որ այսօր կարող էինք միասին ուտել։ Գաբրիելը նայեց նրան, սեղանին, մոմերին։ Եվ հետո հեռախոսին նայեց։ 10 րոպեից կոնֆերանս զանգ ունեմ։ Պետք է արագ ինչ-որ բան ուտեմ։ Հելենան խոսքերը ապտակի պես զգաց։ Բայց ես հատուկ քեզ համար եմ պատրաստել։ Ռավիոլի է։ Տիկին Մարիամն ասաց, որ դու սիրում ես։ Նա անհամբեր հոգոց հանեց։ Հելենա, ես դա չեմ խնդրել։ Ժամանակ չունեմ ռոմանտիկ ընթրիքների համար։ Դա մեր պայմանավորվածության մաս չէ։ Եվ առանց մեկ այլ խոսքի, նա թիկունքով շրջվեց բարձրացավ աստիճաններով։ Հելենան մնաց այնտեղ միայնակ նայելով սառչող ուտելիքին, դողացող մոմերին, այն զգեստին, որը նա այդքան խնամքով էր ընտրել, որը նա նույնիսկ չէր նկատել։ Տիկին Մարիամը հայտնվեց խոհանոցի դռան մոտ, տեսավ տեսարանը ոչինչ չասաց։ Պարզապես ձեռքը դրեց Հելենայի ուսին, մնաց այնտեղ, լուռ։ Այդ գիշեր Հելենան լացեց։ Ոչ թե մերժված ընթրիքի պատճառով, այլ այն բանի պատճառով, թե դա ինչ էր ներկայացնում։ Նա ընդունել էր անսեր ամուսնություն, բայց չէր հասկացել, որ դա նա անմարդկային ամուսնություն կլինի։ Գաբրիելը նրան չէր վերաբերվում որպես կնոջ։ Ոչ էլ որպես ընկերոջ։ Նույնիսկ որպես ծանոթի։ Նա պարզապես մի կտոր էր նրա տախտակի վրա, մի կետ, որը պետք է նշվեր անելիքների ցուցակում։ Եվ հենց այդ գիշեր, պառկած հսկայական ու դատարկ մահճակալին, Հելենան որոշում կայացրեց։ Նա պետք է դուրս գար այնտեղից, թեկուզ մի քանի օրով։ Պետք էր շունչ քաշել։ Պետք էր հիշել, թե ով էր ինքը, նախքան անտեսանելի դառնալը։ Հաջորդ առավոտ նա թակեց Գաբրիելի գրասենյակի դուռը։ Նա հեռախոսով էր խոսում, բայց նրան ժեստով ցույց տվեց, որ մտնի։ Հելենան սպասեց, կանգնած, մինչ նա անջատեց հեռախոսը։ Ինչ էր պատահել։ Ես կցանկանայի ճանապարհորդել, ասաց նա, փորձելով ձայնը հաստատ պահել։ Ընդամենը մի քանի օրով։ Սանում ընկերուհի ունեմ։ Մտածեցի այցելել նրան։ Գաբրիելը նույնիսկ աչքերը չբարձրացրեց սեղանի թղթերից։ Լավ։ Պարզապես տեղյակ պահիր, երբ կգնաս, երբ կվերադառնաս։ Հելենան աչք թարթեց, զարմացած հեշտությունից։ Միայն դա։ Միայն դա, ինչ։ Հարցրեց Գաբրիելը, վերջապես նայելով նրան, շփոթված։ Չես ուզում իմանալ, թե ինչու եմ գնում։ Որքան ժամանակ եմ մնալու։ Հելենա, մենք միմյանց բանտարկյալներ չենք, ասաց նա, վերադառնալով թղթերին։ Դու ազատ ես անելու այն, ինչ ուզում ես, քանի դեռ զուսպ ես մնում։ Միայն դա է կարևոր։ Եվ այսպես, սառը անտարբեր թույլտվությամբ, Հելենան ստացավ իր ազատության առաջին բացը։ Նա դուրս եկավ գրասենյակից, թեթացման տխրության խառնուրդով։ Թեթացում, շունչ քաշելու համար։ Տխրություն, հասկանալու համար, որ Գաբրիելի համար իր բացակայությունը ոչ մի տարբերություն չէր առաջացնի։ Բայց այն, ինչ նրանցից ոչ ոք չգիտեր, այն էր, որ այդ ճանապարհորդությունը ամեն ինչ կփոխեր։ Որովհետև երբեմն այն ամենը, ինչ մարդուն պետք է վերացնվելու համար, մի քիչ ար է, մի քիչ ծով նորից իրեն նայելու քաջություն։ Եվ Հելենան պատրաստվում էր դա հայտնաբերել։ Պատմեք ինձ ձեր կարծիքը այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե այն ինչպես կավարտվի։ Սանը Հելենային դիմավորեց ամառվա ջերմ գրկախառնությամբ, երանյան ձմռան կիզակետում։ Տարբերությունն այնքան նկատելի էր, որ նա զգաց, կարծես երկու աշխարհի միջ սահման էր հատել։ Երկինքը կապույտ էր, մաքուր, առանց այն մոխրագույն աղտոտվածության, որը ծածկում էր երանը, ծանր ծածկոցի պես։ Օդը ծովի ազատության հոտ ուներ։ Եվ ամիսների մեջ առաջին անգամ Հելենան խորը շունչ քաշեց, առանց կրծքավանդակում ծանրություն զգալու։ Ջուլիան, նրա դպրոցական ընկերուհին, նրան դիմավորեց օդանավակայանում, ամուր գրկախառնությամբ հսկայական ժպիտով։ Աստված իմ, Հելենա, դու այնքան ես փոխվել։ Ավելի նիհար, ավելի լուրջ։ Ինչ է անում քեզ հետ այս ամուսնությունը։ Հելենան ժպտաց, բայց դա հոգնած ժպիտ էր։ Բարդ է, Ջուլ։ Եկեք հետո խոսենք։
Հիմա ես պարզապես ուզում եմ առ զգալ մաշկիս վրա։ Ջուլիան ապրում էր փոքրիկ հարմարավետ բնակարանում լողափի մոտ։ Դա Երանի սառը առանձնատան լիակատար հակապատկերն էր։ Լուսամուտներին բույսեր կային, պատերին լուսանկարներ, հարմարավետ անկարգություն, որը Հելենային տանը զգալ էր տալիս։ Երկուսն էլ առաջին կեսօրն անցկացրեցին պատշգամբում, էժան գինի խմելով, զրույցները թարմացնելով։ Հելենան ամեն ինչ պատմեց։ Կազմակերպված ամուսնությունը, պայմանագիրը, Գաբրիելի սառնությունը, մենակությունը։ Ջուլիան լուռ լսում էր, աչքերը լայն բացված, երբեմն անհավատության փոքրիկ հոգոցներ արձակելով։ Սպասիր, թող հասկանամ։ Դու ամուսնացել ես մի գեղեցիկ միլիարդատիրոջ հետ, ով հայտնվում է ամսագրերում, բայց դուք նույնիսկ չեք խոսում։ Հարցրեց Ջուլիան, անհավատությամբ։ Նա գեղեցիկ չէ, ուղղեց Հելենան։ Այսինքն տեխնիկապես գեղեցիկ է, բայց երբ ինչ-որ մեկը քեզ վերաբերվում է այնպես, կարծես անտեսանելի լինես, գեղեցկությունը կարծես դադարում է կարող լինել։ Ջուլիան գլխով արեց։ Գիտես, թե ինչ է քեզ պետք։ Պետք է հիշես, թե ով ես դու։ Պետք է զվարճանաս։ Ի դեպ, վաղը այստեղ, լողափին միջոցառում կա։ Մի տեսակ նորաց, թեթ բան է։ Միասին գնանք։ Քեզ համար լավ կլինի։ Հելենան վարանեց։ Չգիտեմ, Ջու։ Իսկ եթե ինչ-որ մեկը ինձ ճանաչի։ Իսկ եթե լուսանկարեն։ Քեզ ճանաչեն։ Ջուլիան ծիծաղեց։ Հելենա, դու գործարարի գաղտնի կինն ես։ Ոչ ոք նույնիսկ չգիտի, որ դու գոյություն ունես։ Եվ նույնիսկ եթե ինչ-որ մեկը լուսանկարի, ինչ խնդիր կա։ Դու ոչ մի սխալ բան չես անում։ Դու պարզապես ապրում ես։ Եվ այսպես, նյարդայնության հուզմունքի խառնուրդով, Հելենան համաձայնեց։ Ջուլիան նրան մի թեթ, սպիտակ զգեստ տվեց, զուսպ, բայց էլեգանտ դեկոլտեով։ Հելենան բաց թողեց մազերը, որոնք բնական ալիքներով թափվում էին ուսերին։ Նուրբ վարդագույն շրթներ քսեց։ Երբ նա հայելու մեջ նայեց իրեն, տեսավ մի բան, որը ամիսներով չէր տեսել։ Տեսավ իրեն։ Ոչ թե Գաբրիելի կնոջը։ Ոչ թե Լուկասի պաշտպան քրոջը։ Պարզապես Հելենային։ Միջոցառումը տեղի էր ունենում ծովափնյա լաունջում, բաց տարածք, որը զարդարված էր սպիտակ գործվածքներով, որոնք ծածանվում էին քամուց, հետին պլանում հանգիստ երաժշտություն էր հնչում, գեղեցիկ անկաշկանդ մարդիկ շրջում էին շամպայնի բաժակներով։ Դա կայուն հագուստի նոր ապրանքանիշի մեկնարկ էր, կապված գիտակցված նորաձության կանանց հզորացման հետ։ Հելենան ոչ ոքի չէր ճանաչում, դա մխիթարական էր։ Նա կարող էր պարզապես ամբոխի մեջ մեկ այլ մարդ լինել։ Բայց նա աննկատ չմնաց։ Անդրեն լուսանկարիչ էր։ 30 տարեկան, խճճված մազերով, ուշադիր աչքերով, որոնք կարծես անտեսանելի դետալներ էին գրավում։ Նա աշխատում էր նորաձության կենսակերպի ամսագրերի համար, միշտ փնտրելով կատարյալ անկյունը, ճիշտ լույսը, այն պատմությունը, որը պատմում էր յուրաքանչյուր դեմք։ Եվ երբ նա տեսավ Հելենային կանգնած ջրի մոտ, քամին շարժում էր նրա մազերը, հայացքը կորած էր հորիզոնում, նա հասկացավ, որ հատուկ բան է գտել։ Կներեք, որ ընդհատում եմ, ասաց նա, մոտենալով պարանոցից կախված տեսախցիկով։ Ես Անդրեն եմ, միջոցառման լուսանկարիչը։ Կարող եմ ձեր մի քանի լուսանկար անել։ Դուք անհավանական լույս ունեք։ Հելենան շփոթվեց։ Ես։ Ոչ, ես մոդել չեմ կամ նման բան։ Ես պարզապես ընկերուհուս եմ ուղեկցում։ Անդրեն ժպտաց։ Հենց դրա համար։ Լավագույն լուսանկարները ամենաբնականն են։ Դուք ոչինչ չպետք է անեք։ Պարզապես հանգստացեք, վայելեք տեսարանը։ Հելենան նայեց Ջուլիային, ով արդեն մի քանի մետր հեռու էր, ուրիշ մարդկանց հետ խոսելով, քաջալերող ժեստեր անելով։ Եվ հետո, մի քաջությամբ, որը չգիտեր, որ ուներ, Հելենան համաձայնեց։ Առաջին լուսանկարները ամաչկոտ էին։ Հելենան քիչ էր ժպտում, նայում էր հատակին, չգիտեր, թե ուր դնի ձեռքերը։ Բայց Անդրեն համբերատար էր։ Նա խոսում էր լուսանկարելիս, հիմար կատակներ անելով, հարցնելով նրա ճանապարհորդության կղզու մասին իր կարծիքի մասին։ Եվ աստիճանաբար Հելենան հանգստացավ։ Իսկապես ժպտաց։ Դարձավ ինքն իրեն։ Երբ Անդրեն տեսախցիկի էկրանին ցույց տվեց լուսանկարներից մի քանիսը, Հելենան գրեթե չճանաչեց իրեն։ Դա ինքն էր, այո, բայց դա նրա մի տարբերակն էր, որը կարծես ներսից լուսավորված էր։ Աչքերը կենդանի էին։
Ժպիտը անկեղծ էր։ Այնտեղ թեթություն կար, որը նա կարծում էր, թե կորցրել էր։ Դուք ֆոտոգենիկ եք, ասաց Անդրեն։ Երբե մտածել եք դրանով աշխատելու մասին։ Հելենան ծիծաղեց, շփոթված։ Ոչ, երբեք։ Ես պարզապես սովորական մարդ եմ։ Սովորական? Անդրեն գլխով արեց։ Ոչ ոք, ով այդպես է ժպտում, պարզապես սովորական չէ։ Դուք ինչ-որ բան ունեք։ Մի պատմություն։ Եվ պատմությունները վաճառվում են։ Նա թողեց իր կոնտակտային քարտը նրա մոտ, նախքան ուրիշ մարդկանց լուսանկարելու գնալը։ Հելենան այն դրեց պայուսակի գրպանում, կարծելով, որ այլս երբեք չի մտածի դրա մասին։ Բայց տիեզերքը այլ պլաններ ուներ։ Միջոցառումը շարունակվեց։ Հելենան Ջուլիան խմեցին, խոսեցին, ծիծաղեցին։ Հելենան թեթություն զգաց առաջին անգամ երկար ժամանակ հետո։ Եվ հենց այդ հանգստի պահին տեղի ունեցավ անսպասելի մի բան։ Լաունջի մյուս կողմում, մուտքի մոտ, մի տղամարդ կար կոստյումով։ Նա լիովին տեղից դուրս էր թվում այդ լողափնյա անկաշկանդ միջավայրում։ Նա շուրջն էր նայում լուրջ, գրեթե զայրացած արտահայտությամբ, կարծես ինչ-որ բան էր փնտրում։ Եվ երբ նրա աչքերը կանգ առան Հելենայի վրա, նա սառեց։ Դա Գաբրիելն էր։ Հելենան զգաց, թե ինչպես է սիրտը թրջում։ Ինչ էր նա անում այնտեղ։ Ինչպես էր նա իմանում, թե որտեղ էր նա։ Նա չէր պատմել ճանապարհորդության մանրամասները, պարզապես ասել էր սան։ Ջուլիան նկատեց ընկերուհու դեմքի փոփոխությունը, հետեց նրա հայացքին։ Նա հարցրեց մեղմորեն։ Հելենան պարզապես գլխով արեց, անկարող խոսելու։ Գաբրիելը լաունջով անցավ ամուր քայլերով, անտեսելով շուրջը գտնվող մարդկանց։ Երբ նա մոտեցավ նրանց, նրա դեմքը փակ էր, ծնոտը լարված։ Հելենա, պետք է խոսենք։ Հիմա։ Ջուլիան կանգնեց ընկերուհու առջ։ Կներեք, բայց ով եք կարծում, որ այսպես եք գալիս այստեղ։ Գաբրիելը լիովին անտեսեց նրան, աչքերը հառած Հելենային։ Կասես ինձ, թե ինչ ես անում այստեղ։ Հելենան զգաց, թե ինչպես է բարկությունը բարձրանում։ Ինչ եմ անում այստեղ։ Ես վայելում եմ ճանապարհորդությունը, որը դու թույլատրել ես։ Թե մոռացել ես, որ ինձ թույլտվություն ես տվել։ Թույլտվություն ընկերուհուն այցելելու, ոչ թե հասարակական միջոցառումներում լուսանկարվելու համար։ Հելենան աչք թարթեց, շփոթված։ Ինչպես ես իմանում, որ ինձ լուսանկարել են։ Գաբրիելը գրպանից հանեց հեռախոսը, ցույց տվեց նրան։ Էկրանին նրա լուսանկարն էր, ժպտալով լողափին, մակագրությամբ, որում ինչ-որ բան էր ասվում ամառվա նոր մուսայի բնական գեղեցկության մասին։ Լուսանկարն արդեն հարյուրավոր հավանումներ տարածումներ ուներ։ Չեք կարծում, որ դա վտանգում է մեր զուսպ լինելը։ Հարցրեց Գաբրիելը, կտրուկ ձայնով։ Զուսպ լինելը։ Հելենան զգաց, թե ինչպես է իր ներսում ինչ-որ բան կոտրվում։ Դուք զուսպ լինել եք ուզում։ Ես 6 ամիս անտեսանելի էի ձեր տանը։ 6 ամիս, առանց իրական զրույցի, առանց բարի խոսքի, առանց տեսնվելու։ Եվ հիմա, որովհետև ինչ-որ մեկը վերջապես ինձ տեսավ, որովհետև ինչ-որ մեկը կարծեց, որ ես արժանի եմ լուսանկարի, դուք հայտնվում եք այստեղ, ինձնից պահանջելու։ Գաբրիելը բացեց բերանը պատասխանելու համար, բայց Ջուլիան ընդհատեց նրան։ Գիտեք մի բան։ Դուք հենց այն եք, ինչ ես պատկերացնում էի։ Հարուստ ամբարտավան մարդ, ով կարծում է, որ կարող է բոլորին կառավարել։ Հելենան ձեր սեփականությունը չէ։ Նա մարդ է։ Եվ եթե դուք չեք կարողանում դա տեսնել, խնդիրը ձերն է, ոչ թե նրանը։ Գաբրիելը վերջապես նայեց Ջուլիային, այդ հայացքում ինչ-որ վտանգավոր բան կար։ Ամբողջ հարգանքով, դա ձեր գործը չէ։ Այո, դա իմ գործն է, պատասխանեց Ջուլիան, ձեռքերը ծալելով։ Նա իմ ընկերուհին է։ Եվ ես թույլ չեմ տա, որ դուք նրան վերաբերվեք որպես ոչնչի։ Հելենան խորը շունչ քաշեց։ Ջուլիա, ամեն ինչ լավ է։ Թող ես լուծեմ սա։ Նա նայեց Գաբրիելին, առաջին անգամ աչքերը չիջեցրեց։ Դուք ուզում եք իմանալ, թե ինչ եմ անում այստեղ, Գաբրիել։ Ես ապրում եմ։ Ես հիշում եմ, որ գոյություն ունեմ։ Որովհետև ձեր տանը ես գոյություն չունեմ։ Ես պարզապես անուն եմ պայմանագրում։ Եվ գիտեք մի բան։ Ես հոգնել եմ։
Գաբրիելը մի պահ լռեց, Հելենան տեսավ, թե ինչպես ինչ-որ բան անցավ նրա աչքերից։ Զարմանք, շփոթություն, բայց նա արագ հավաքվեց։ Մենք պայմանագիր ենք ստորագրել։ Այո, գիտեմ։ Եվ ես կատարում եմ իմ մասը։ Ես զուսպ եմ։ Ես պահպանում եմ տեսքը։ Բայց դուք չեք կարող վերահսկել իմ կյանքի յուրաքանչյուր վայրկյանը։ Դուք չեք կարող ինձ խանգարել ժպտալ, խոսել, լուսանկարվել։ Դուք այդ իրավունքը չունեք։ Ես ունեմ պայմանագրով նախատեսված բոլոր իրավունքները։ Պայմանագիրը ինձ ձեր ստրուկը չի դարձնում, Գաբրիել։ Ես ձեր կինն եմ թղթի վրա, բայց ձեր բանտարկյալը չեմ։ Նրանց միջ լարվածությունը շոշափելի էր։ Շուրջը գտնվող մարդիկ սկսեցին նկատել, նայել։ Ջուլիան ձեռքը դրեց Հելենայի ձեռքին, փորձելով հանգստացնել նրան։ Եկեք դուրս գանք այստեղից, առաջարկեց մեղմորեն։ Բայց Հելենան չշարժվեց։ Նա հոգնել էր փախչելուց, թաքնվելուց, փոքր լինելուց։ Գիտեք, թե ինչն է ինձ ամենաշատը տխրեցնում, Գաբրիել։ Ոչ թե կազմակերպված ամուսնությունն է։ Ոչ թե սիրո բացակայությունն է։ Այլ մարդկայնության բացակայությունը։ Դուք ինձ վերաբերվում եք որպես ինչ-որ իրի։ Եվ ես այդպիսին չեմ։ Ես մարդ եմ։ Զգացմունքներով, ցանկություններով, երազանքներով։ Եվ դուք երբեք ոչ մի անգամ չեք անհանգստացել ոչ մի բան հարցնելու համար։ Գաբրիելը բռունցքները սեղմեց։ Հելենա, դուք տեսարան եք ստեղծում։ Ոչ, դուք եք ստեղծում։ Հելենան մեկ քայլ արեց դեպի նա, տեսավ, թե ինչպես նա թեթակի հետ քաշվեց, կարծես չէր սպասում, որ նա կդիմադրի իրեն։ Դուք եկաք այստեղ, ինձ վերահսկելու համար։ Ինձ իմ տեղը հիշեցնելու համար։ Բայց գիտեք, թե ինչ սովորեցի այս օրերին, ձեզանից հեռու։ Սովորեցի, որ իմ տեղը ձեր կողքին ստվերի պես չէ։ Իմ տեղը այնտեղ է, որտեղ ես կորոշեմ, որ է։ Եվ առանց պատասխանի սպասելու, Հելենան շրջվեց դուրս եկավ լաունջից։ Ջուլիան անմիջապես հետեց նրան, մարտահրավեր նետող հայացք նետելով Գաբրիելին նախքան հեռանալը։ Նրանք մի քանի րոպե լուռ քայլեցին լողափով, մինչ Հելենան կոտրվեց։ Նա նստեց ավազին, գրկեց ծնկները լացեց։ Ջուլիան նստեց նրա կողքին պարզապես մնաց այնտեղ, առաջարկելով լուռ ներկայություն։ Ես չգիտեմ, թե ինչ պատահեց ինձ հետ, ասաց Հելենան հեկեկալով։ Ես երբեք այսպիսին չեմ եղել։ Երբեք ոչ ոքի այսպես չեմ դիմադրել։ Ջուլիան ձեռքը դրեց ընկերուհու ուսերին։ Դու պարզապես պաշտպանվեցիր, Լենա։ Դու պարզապես ճշմարտությունն ասացիր։ Եվ գիտես մի բան։ Ես երբեք քեզ այսքան ուժեղ չեմ տեսել։ Հելենան սրբեց արցունքները, նայեց ծովին։ Լուսինը ծագում էր, արծաթագույն գեղեցիկ։ Ալիքները գալիս ու գնում էին, հավերժական մխիթարական ռիթմով։ Եվ այնտեղ այդ լողափին ոտքերի տակ թաց ավազով մազերի մեջ քամիով, Հելենան իր ներսում նոր բան զգաց, որ ծնվում էր։ Դա բարկություն չէր։ Դա տխրություն չէր։ Դա վճռականություն էր։ Նա այլս չէր թաքնվելու։ Այլս անտեսանելի չէր լինելու։ Այլս մարդկայնության փշրանքներ չէր ընդունելու։ Որովհետև նա ավելին էր արժանի, քան դա։ Նա միշտ արժանի էր։ Եվ Գաբրիելը լողափի մյուս կողմից հեռվից դիտում էր։ Նա վերադարձել էր լաունջ, պարզապես մեքենայի բանալիները վերցնելու համար, բայց չկարողացավ հեռանալ։ Մնաց այնտեղ, նայելով Հելենային, ով նստած էր ավազին, խոսում էր ընկերուհու հետ, նայում էր ծովին։ Եվ առաջին անգամ նրան ճանաչելուց ի վեր, նա իսկապես տեսավ նրան։ Ոչ թե որպես զուսպ կին։ Ոչ թե որպես կտոր տախտակի վրա։ Այլ որպես կին։ Մի կին, որին նա կորցնում էր, երբեք չունենալով։ Եվ դա նրան ավելի էր վախեցնում, քան ցանկացած ռիսկային գործարք, քան Ռիկարդո Սարգսյանի ցանկացած սպառնալիք, քան ցանկացած բան, որին նա երբե բախվել էր։ Որովհետև Գաբրիել Դավթյանը, այն մարդը, ով վերահսկում էր կայսրություններ, ով միլիոնավոր պայմանագրեր էր կնքում, ով երբեք բանակցություն չէր կորցնում, հայտնաբերում էր, որ կար մի բան, որը նա չէր կարող վերահսկել։ Մեկի սիրտը, ով վերջապես որոշել էր ազատվել։ Եվ նա չգիտեր, թե ինչ անել դրա հետ։ Երան վերադարձը այլ էր։ Հելենան չվերադարձավ այն նույն կինը, որը հեռացել էր։
Նրա կեցվածքում ինչ-որ բան էր փոխվել, այնպես, ինչպես նա ավելի բարձր էր պահում գլուխը, ինչպես նա ուղիղ նայում էր մարդկանց աչքերին։ Տիկին Մարիամը անմիջապես նկատեց։ Երբ նա բացեց առանձնատան դուռը, տեսավ Հելենային այնտեղ, ճամպրուկը ձեռքին, աչքերում մի փայլ, որը նախկինում գոյություն չուներ, տնտեսուհին ժպտաց. «Բարի վերադարձ, սիրելիս։ Դուք ուրիշ մարդու եք նման»։ «Ես ուրիշ մարդ չեմ», պատասխանեց Հելենան, մտնելով։ «Ես նույնն եմ։ Պարզապես հիշեցի, թե ով էի»։ Գաբրիելը տանը չէր։ Ակնհայտորեն։ Հելենան սպասավորից իմացավ, որ նա մեկնել էր Գյումրի, մի շարք հանդիպումների համար կվերադառնար միայն շաբաթվա վերջին։ Նրա մի մասը թեթացած զգաց։ Նա պատրաստ չէր մեկ այլ առճակատման։ Նա դեռ մշակում էր այն, ինչ տեղի էր ունեցել սանում, այն քաջությունը, որը նա գտել էր, այն խոսքերը, որոնք նա ասել էր։ Առաջին մի քանի օրը նա անցկացրեց իր կյանքը վերակազմակերպելով։ Զանգահարեց Լուկասին, ով ուրախ էր մոտեցող քննությունների համար։ Երկար խոսեց նրա հետ, լսելով այն դեպքերի մասին, որոնք նա ուսումնասիրում էր, այն հերթապահությունների մասին, որոնք նա կատարում էր դպրոցական հիվանդանոցում։ Եվ առաջին անգամ նա մեղքի զգացում չունեցավ առանձնատանը ապրելու համար, մինչ նա սովորում էր։ Նա արել էր այն, ինչ պետք էր անել նրան պաշտպանելու համար։ Եվ հիմա նա որոշել էր նա ինչ-որ բան անել իրեն պաշտպանելու համար։ Վերադարձից երրորդ օրը հեռախոսը զանգեց։ Անհայտ համար էր։ Հելենան զգուշությամբ պատասխանեց. «Ալո»։ «Հելենա»։ «Այստեղ Անդրեն է, սանից լուսանկարիչը»։ «Ինձ հիշում եք»։ «Իհարկե, հիշում եմ»։ «Ինչպես ստացաք իմ համարը»։ Անդրեն ծիծաղեց հեռախոսի մյուս կողմից։ «Ես ունեմ իմ կապերը։ Նայեք, գիտեմ, որ սա կարող է տարօրինակ թվալ, բայց ձեր լուսանկարները վիրուսային են դարձել։ Ապրանքանիշերը փնտրում են ինձ, ցանկանալով իմանալ, թե ով եք դուք։ Եվ կա մի հատուկ մարդ, ով շատ հետաքրքրված է ձեզ հետ հանդիպելով։ Պատրիսիա Խաչատրյան։ Երբեք լսել եք նրա մասին»։ Հելենան լսել էր։ Պատրիսիա Խաչատրյանը հայկական նորաձության աշխարհի ամենաազդեցիկ գործարարներից մեկն էր։ Նա սկսել էր որպես մոդել 90-ականներին, հետո հիմնել իր սեփական գործակալությունը, հագուստի ապրանքանիշ թվային ամսագիր կանանց հզորացման մասին։ Նա հայտնի էր տաղանդներ հայտնաբերելով, դրանք աստղերի վերածելով։ «Ինչ է նա ուզում ինձնից»։ Հարցրեց Հելենան, դեռ անհավատությամբ։ «Նա տեսավ ձեր լուսանկարները, ուզում է ձեզ վարձել քարոզարշավի համար։ Դա կանանց հզորացման մասին է, կանանց, ովքեր դժվար իրավիճակներից հետո գտել են իրենց ուժը։ Պատրիսիան կարծում է, որ դուք ունեք հենց այն, ինչ նա փնտրում է»։ Հելենան նստեց մահճակալի եզրին։ «Բայց ես մոդել չեմ։ Երբեք դա կյանքում չեմ արել»։ Պատրիսիան սովորական մոդելներ չի փնտրում։ Նա փնտրում է ճշմարիտ պատմություններ։ Իրական կանանց։ Դուք պետք է գոնե խոսեք նրա հետ։ «Ինչ եք կարծում»։ Հելենան մի պահ փակեց աչքերը։ Մտածեց Գաբրիելի մասին, պայմանագրի, զուսպ լինելու կետի մասին։ Բայց հետո մտածեց սանի մասին, տեսանելի լինելու, գնահատվելու զգացումի մասին։ Եվ մտածեց այն մասին, թե ինչ էր միշտ ասում տիկին Մարիամը, մթությանը չհարմարվելու մասին։ Լավ։ Ես կգնամ։ Հանդիպումը նշանակվեց 2 օր անց, Պատրիսիայի գրասենյակում, կենտրոնի ժամանակակից տարածքում, ապակե պատերով, ամենուր։ Բույսերով, կենսունակ էներգիայով, որը Հելենան զգաց հենց մտնելիս։ Պատրիսիան 50 անց էր, մոխրագույն մազերով, որոնք նա հպարտությամբ էր կրում, թափանցող աչքերով, ջերմ ժպիտով։ Նա Հելենային ընդունեց գրկախառնությամբ, կարծես հին ծանոթներ լինեին։ «Նստեք այստեղ, սիրելիս։ Եկեք խոսենք»։ Պատրիսիան թեյ մատուցեց, հարմարավետ բազկաթոռում տեղավորվեց։ «Հելենա, ես ձեզ հետ անկեղծ կլինեմ։ Ձեր լուսանկարները պարզապես գեղեցիկ չեն։ Նրանք պատմություն են պատմում։ Մի կնոջ պատմություն, ով վերածնվում է։ Եվ հենց դա է, ինչ իմ քարոզարշավը ցանկանում է ցույց տալ։ Իրական կանանց, իրական պատմություններով, ովքեր գտել են իրենց ուժը»։ Հելենան նյարդայնորեն խաղաց ձեռքերով։ «Պատրիսիա, ես պետք է ձեզ հետ անկեղծ լինեմ։ Իմ կյանքը բարդ է։ Ես ամուսնացած եմ մի շատ զուսպ մարդու հետ, ով գնահատում է զուսպ լինելը։ Չգիտեմ, թե արդյոք նա կհավաներ դա»։
Պատրիսյան գլուխը թեքեց։ Կարող եմ անձնական հարց տալ։ Դուք երջանիկ եք։ Հելենան բացեց բերանը պատասխանելու համար, բայց խոսքերը չեկան։ Վերջապես, նա գլխով արեց։ Ոչ։ Ես չեմ։ Ուրեմն ինչու եք նրա հավանությունը խնդրում։ Պատրիսյան առաջ թեքվեց։ Հելենա, ես հարյուրավոր կանանց եմ տեսել, ովքեր նման իրավիճակներում են հայտնվել։ Կանայք, ովքեր թակարդում են հարաբերություններում, որոնք նվաստացնում են նրանց, որոնք անտեսանելի են դարձնում նրանց։ Եվ գիտեք, թե ինչ սովորեցի։ Որ միակ մարդը, ով պետք է հավանություն տա ձեր կյանքին, դուք եք։ Ես չեմ խնդրում ձեզ թողնել ձեր ամուսնությունը։ Ես խնդրում եմ ձեզ ներդրում կատարել ինքներդ ձեր մեջ։ Ձեզ համար մի բան կառուցելու համար, որը ձերն է։ Որովհետև մի օր, երբ այդ ամուսնությունը կավարտվի, ինչ պատճառով էլ լինի, դուք պետք է իմանաք, թե ով եք դուք առանց նրա։ Պատրիսիայի խոսքերը օրեր շարունակ արձագանքում էին Հելենայի մտքում։ Նա տուն վերադարձավ պայմանագիրը պայուսակում որոշումը սրտում ծանրացած։ Երբ Գաբրիելը վերջապես վերադարձավ Գյումրիից, նա նրան սպասում էր հյուրասենյակում։ Նա մտավ, ճամպրուկը ձեռքին, հոգնած, կանգ առավ նրան տեսնելով։ Պետք է խոսենք, հարցրեց նա, նրա ձայնում ինչ-որ տարբեր բան կար։ Թեթ լարվածություն։ Այո։ Հելենան խորը շունչ քաշեց։ Ես աշխատանքի առաջարկ եմ ստացել։ Գովազդային քարոզարշավ նորաձության ապրանքանիշի համար։ Եվ ես ընդունել եմ։ Գաբրիելը ճամպրուկը դրեց։ Դուք ընդունել եք։ Առանց ինձ հետ խորհրդակցելու։ Ինձ ձեր թույլտվությունը պետք չէ աշխատելու համար, Գաբրիել։ Ես ձեր աշխատողը չեմ։ Հելենա, դուք գիտեք, որ մեր իրավիճակը պահանջում է զուսպ լինել։ Եթե դուք սկսեք հայտնվել քարոզարշավներում, մարդիկ հարցեր կտան։ Ուրեմն դուք կպատասխանեք, որ ձեր կինն աշխատում է։ Ինչ խնդիր կա։ Գաբրիելը ձեռքը մազերով անցկացրեց, ակնհայտորեն հիասթափված։ Խնդիրն այն է, որ դա պլանավորված չէր։ Դա պայմանավորվածության մեջ չէր։ Շատ բան պայմանավորվածության մեջ չէր, պատասխանեց Հելենան, վեր կենալով։ Նա պայմանավորվածության մեջ չէր ինձ անտեսանելի զգալը։ Նա պայմանավորվածության մեջ չէր ինձանից հրաժարվելը։ Բայց դա տեղի ունեցավ։ Եվ հիմա ես որոշում եմ կայացնում։ Ես կանեմ այս քարոզարշավը։ Ես կկառուցեմ մի բան, որը իմն է։ Եվ եթե դա ձեզ անհանգստացնում է, ես շատ եմ ցավում։ Բայց ես այլս չեմ դադարեցնելու իմ կյանքը պայմանագրի պատճառով։ Եվ մինչ նա կկարողանար պատասխանել, Հելենան բարձրացավ աստիճաններով փակվեց իր սենյակում։ Նա սպասում էր, որ նա կթակի դուռը, որ կպնդի զրույցը։ Բայց նա չթակեց։ Եվ այդ գիշեր Հելենան չգիտեր, թե թացած էր զգում, թե հիասթափված։ Հաջորդ ամիսները փոխակերպիչ էին։ Հելենան աշխատանքի մեջ մտավ այնպիսի ինտենսիվությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Լուսանկարչական նկարահանումները հյուծիչ էին, բայց պարգատրող։ Նա սովորեց կեցվածքների, լուսավորության, արտահայտությունների մասին։ Բայց ավելին, նա սովորեց իր մասին։ Իր ուժի, իր դիմացկունության, իր գեղեցկության մասին, որը գերազանցում էր ֆիզիկական տեսքը։ Քարոզարշավը մեկնարկեց մեծ արձագանքով։ Հելենայի լուսանկարները զարդարեցին գովազդային վահանակներ, ամսագրեր, սոցիալական ցանցեր։ Եվ դրանց ուղեկցող տեքստը խոսում էր կանանց մասին, ովքեր ընտրել էին չանհետանալ, ովքեր որոշել էին զբաղեցնել իրենց տեղը աշխարհում։ Արձագանքը հսկայական էր։ Հազարավոր կանայք մեկնաբանեցին, կիսվեցին իրենց պատմություններով, շնորհակալություն հայտնեցին ներկայացված զգալու համար։ Պատրիսյան Հելենային ավելի լայն պայմանագիր առաջարկեց։ Դա ոչ միայն մոդել լինելու համար էր, այլ ապրանքանիշի դեսպան դառնալու, միջոցառումներին, դասախոսություններին, ռազմավարական որոշումներին մասնակցելու համար։ Հելենան կառուցում էր ոչ միայն կարիերա, այլ ինքնություն։ Գաբրիելը ամեն ինչ հեռվից էր հետում։ Տեսնում էր նրա լուսանկարները քաղաքի վահանակներին, տեսնում էր մեկնաբանությունները սոցիալական ցանցերում, տեսնում էր նրա անունը հիշատակվում կանանց հզորացման մասին լուրերում։ Եվ նրա ներսում ինչ-որ տարօրինակ բան էր կատարվում։ Ինչ-որ բան, որը նա չգիտեր անվանել, բայց որը այրում էր կրծքավանդակը ամեն անգամ, երբ տեսնում էր ուրիշ տղամարդկանց, գովաբանելով իր կնոջը, ամեն անգամ, երբ նրան տեսնում էր ժպտալով հարցազրույցներում, կենդանի փայլուն այնպես, ինչպես երբեք չէր եղել իր հետ։
Մի գիշեր նա տուն եկավ դրան մոտ վերադարձվող ծաղիկներ գտավ։ Դրանք այն ծաղիկներն էին, որոնք նա ավելի վաղ ուղարկել էր Հելենային։ Բացիկը անձեռնմխելի էր վերադարձել։ Գաբրիելը բարձրացավ աստիճաններով ամիսների մեջ առաջին անգամ թակեց նրա սենյակի դուռը։ Հելենան բացեց, լոգանքի խալաթով, մազերը թաց։ Այո։ Ինչու վերադարձրեցիք ծաղիկները։ Որովհետև դուք պարտավոր չեք ծաղիկներ ուղարկել, Գաբրիել։ Եվ ես պարտավոր չեմ դրանք ընդունել։ Ես կարծում էի, որ դուք սիրում եք ծաղիկներ։ Հելենան հոգոց հանեց։ Խնդիրը սիրելը կամ չսիրելը չէ։ Խնդիրը իմաստն է։ Դուք ծաղիկներ եք ուղարկում, որովհետև կարծում եք, որ պետք է, որովհետև փորձում եք ինձ այլ կերպ վերահսկել, թե՞։ Որովհետև իսկապես մտահոգված եք։ Գաբրիելը լռեց։ Նա պատասխան չուներ։ Հելենան գլխով արեց։ Հենց դա էի պատկերացնում։ Բարի գիշեր, Գաբրիել։ Եվ դուռը փակեց նրա դեմքին։ Հենց այս դեպքից հետո Գաբրիելը սկսեց նկատել ակնհայտը։ Հելենան փախչում էր։ Ոչ ֆիզիկապես, քանի որ նա դեռ ապրում էր առանձնատանը, դեռ կրում էր նրա ազգանունը, դեռ հայտնվում էր նրա կողքին անհրաժեշտ բիզնես միջոցառումներում, բայց էմոցիոնալ առումով նա տարիներով հեռու էր։ Եվ կյանքում առաջին անգամ Գաբրիել Դավթյանը հայտնվեց այնպիսի դիրքում, որ ցանկանում էր մի բան, որը նա չէր կարող պարզապես գնել կամ նվաճել ռազմավարությամբ։ Նա փորձեց փոխվել։ Սկսեց ավելի շուտ տուն գալ։ Հարցնում էր նրա օրվա մասին։ Գովաբանում էր այն աշխատանքը, որը նա անում էր։ Բայց Հելենան քաղաքավարի էր, հեռու, քաղաքավարի։ Նրան վերաբերվում էր այնպես, ինչպես կվերաբերվեր ցանկացած գործընկերոջ։ Եվ դա ավելի վատ էր, քան անտարբերությունը։ Կարծես նա լիովին հրաժարվել էր նրանից։ Մի կիրակի առավոտյան ամեն ինչ փոխվեց։ Հելենան արթնացավ, տարօրինակ զգալով իրեն։ Գլխապտույտ, սրտխառնոց։ Կարծեց, թե նախորդ օրը կերած ինչ-որ բան էր, բայց ախտանիշները պահպանվեցին։ Տիկին Մարիամը, միշտ ուշադիր, նկատեց, որ նա հազիվ էր դիպել նախաճաշին։ Սիրելիս, դուք լավ տեսք չունեք։ Ուզում եք բժիշկ կանչեմ։ Պետք չէ, պատասխանեց Հելենան, բայց նրա ձայնը թույլ էր հնչում։ Կարծում եմ, պարզապես անցողիկ վատ առողջություն է։ Բայց այդպես չէր։ Հաջորդ օրերը նշանավորվեցին առավոտյան սրտխառնոցներով, ծայրահեղ հոգնածությամբ, էմոցիոնալ զգայունությամբ, որը Հելենային դարձնում էր չափազանց խոցելի։ Ջուլիան, տեսազանգով, ուղղակիորեն ասաց. Լենա, երբե մտածել ես, որ հղի կարող ես լինել։ Հելենան սառեց։ Ոչ։ Չի կարող լինել։ Ես Գաբրիելը, մենք երբեք։ Նա կանգ առավ, դեմքը կարմրեց։ Դե, բացի այդ մեկ անգամից։ Մի քանի ամիս առաջ։ Միջոցառումից հետո։ Մենք երկուսս էլ շատ խմեցինք, դա միայն մեկ անգամ էր։ Մեկ անգամը բավական է, ասաց Ջուլիան քնքշորեն։ Դուք պետք է թեստ անեք։ Հելենան դեղատնից 3 թեստ գնեց, ձեռքերը դողալով։ Փակվեց լոգարանում արեց բոլորը։ Մեկը մյուսի հետից։ Եվ բոլորն էլ նույն արդյունքը տվեցին։ Դրական։ Նա նստեց լոգարանի սառը հատակին, նայելով թեստերին, էմոցիաների հորցանուց զգաց։ Վախ։ Շփոթություն։ Եվ, զարմանալիորեն, ուրախության մի փոքրիկ կայծ, որը նա չէր սպասում։ Բայց շուտով խուճապը տիրեց։ Ինչպես պետք է պատմեր Գաբրիելին։ Նա կմտածեր, որ նա դա միտումնավոր է արել նրան կապելու համար։ Նա կպահանջեր, որ նա աբորտ անի։ Նա դա կօգտագործեր նրա դեմ պայմանագրում։ Նա 2 օր լռեց, մտածելով։ Վերջապես, մի գիշեր, երբ Գաբրիելը տանը էր, նա թակեց նրա գրասենյակի դուռը։ Նա վեր նայեց, զարմացած։ Հելենան հազվադեպ էր նրան փնտրում։ Մտեք։ Ինչ պատահեց։ Հելենան մտավ, փակեց դուռը իր հետից կանգնեց, ձեռքերը ծալած, կարծես իրեն պաշտպանելով։ Պետք է մի բան պատմեմ ձեզ։ Գաբրիելը գրիչը մի կողմ դրեց, ամբողջ ուշադրությունը դարձնելով նրան։ Նրա ձայնում ինչ-որ բան նրան զգուշացրեց։ Կարող եք խոսել։ Ես հղի եմ։ Դրան հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Գաբրիելը պարզապես նայում էր նրան, մշակելով խոսքերը։
Հելենան շարունակեց, խոսքերը դուրս թռչելով նյարդային հոսքով. Ես գիտեմ, թե ինչ եք մտածում. որ ես դա միտումնավոր եմ արել. Բայց չեմ արել. Դա այն գիշեր էր, բարեգործական ընթրիքից հետո. Մենք երկուսս էլ շատ խմեցինք, դա տեղի ունեցավ. Եվ ես հասկանում եմ, եթե դուք ուզում եք, որ ես եթե կարծում եք, որ դա չափից դուրս է բարդացնում ամեն ինչ. Հելենա, ընդհատեց Գաբրիելը, դանդաղ վեր կենալով. Նա շրջեց սեղանի շուրջ կանգնեց նրա դիմաց, աչքերը փայլում էին այնպես, ինչպես նա երբեք չէր տեսել. Դուք հղի եք. Հելենան գլխով արեց, աչքերը արցունքներով լցված. Այո. Եվ հետո Գաբրիելը լիովին անսպասելի մի բան արեց. Նա ծնկի իջավ. Այնտեղ իր գրասենյակի մեջտեղում հզոր Գաբրիել Դավթյանը ծնկի իջավ հատակին դողացող ձեռքերը դրեց Հելենայի դեռ հարթ փորին. Այստեղ երեխա կա. Հելենան սկսեց լացել. Կա. Գաբրիելը ճակատը դրեց նրա փորին մնաց այնտեղ, լուռ մի ժամանակ, որը հավերժ թվաց. Երբ վերջապես բարձրացրեց դեմքը, արցունքներ էին հոսում նրա այտերով. Մի երեխա, կրկնեց նա, կոտրված ձայնով. Մեր երեխան. Եվ այդ պահին Գաբրիելի ներսում ինչ-որ բան վերջնականապես կոտրվեց. Բոլոր պատերը, որոնք նա կառուցել էր իր սրտի շուրջ, բոլոր պաշտպանական մեխանիզմները, ամբողջ հաշվարկված սառնությունը. Ամեն ինչ փլուզվեց այն իրականության առաջ, որ նա պետք է հայր դառնար. Որ նա մի կյանք ուներ, որը մեծանում էր այն կնոջ ներսում, ում նա այդքան անտարբերությամբ էր վերաբերվել. Որ նա երկրորդ հնարավորություն ուներ ամեն ինչ այլ կերպ անելու. Հելենա, կներես. Գաբրիելը բռնեց նրա ձեռքերը. Կներես ամեն ինչի համար. Քեզ վերաբերվելու համար, կարծես դու կարող չէիր. Սառը լինելու համար. Հեռու լինելու համար. Քեզ չտեսնելու համար. Ես այնքան զբաղված էի իմ սիրտը պաշտպանելով, որ մոռացա, որ դու նույնպես սիրտ ունեիր. Եվ դու ավելին էիր արժանի, քան այն, ինչ ես քեզ տվեցի. Հելենան չգիտեր, թե ինչ ասի. Նրա մի մասը ուզում էր հավատալ, բայց մյուս մասը վախենում էր. Վախենում էր, որ դա ժամանակավոր կլինի, որ հենց երեխան ծնվի, Գաբրիելը նորից կդառնա այն սառը հեռու մարդը, ինչ նախկինում էր. Ես չգիտեմ, դա ինչ-որ բան փոխում է, ասաց նա անկեղծորեն. Երեխան չի կարող վերանորոգել կոտրված ամուսնությունը, Գաբրիել. Գիտեմ. Նա համաձայնեց. Բայց գուցե դա հնարավորություն է, որ մենք փորձենք իրական բան կառուցել. Ոչ թե պայմանագրի պատճառով. Այլ որովհետ մենք ենք ուզում. Որովհետ դա ճիշտ է. Հելենան սրբեց արցունքները. Ես ոչինչ չեմ կարող խոստանալ ձեզ. Ինձ ժամանակ է պետք. Պետք է տեսնեմ, արդյոք դուք իսկապես փոխվել եք, թե սա պարզապես զգացմունքային պահ է. Ես կապացուցեմ քեզ, ասաց Գաբրիելը վճռականորեն. Ամեն օր ես կապացուցեմ քեզ, որ կարող եմ լինել այն մարդը, ում դու մեր երեխան արժանի եք. Եվ առաջին անգամ նրանց ծանոթանալուց ի վեր, Հելենան նրա աչքերում ինչ-որ անկեղծ բան տեսավ. Դա դեռ սեր չէր. Բայց դա սկիզբ էր. Դա խոստում էր. Դա հույս էր. Եվ երբեմն հույսը այն ամենն էր, ինչ մարդուն պետք էր հավատալու համար, որ փոփոխությունը հնարավոր է. Հաջորդ ամիսները փոխակերպման էին. Գաբրիելն իսկապես փոխվեց. Ոչ թե մեկ ժամից մյուսը, ոչ թե կախարդական կերպով, այլ աստիճանաբար, գիտակցված ջանքերով. Նա սկսեց ավելի շուտ տուն գալ, ընտրել Հելենայի հետ, հարցնել նրա օրվա մասին իսկապես լսել պատասխանները. Նա ուղեկցում էր նրան բժշկական այցելությունների ժամանակ, բռնում նրա ձեռքը ուլտրաձայնային հետազոտությունների ընթացքում, լսում երեխայի սրտի բաբախյունը, զարմանքի արտահայտությամբ, որը Հելենան երբեք չէր պատկերացրել, որ կտեսնի նրա մեջ. Առանձնատունը նույնպես սկսեց փոխվել. Գաբրիելը դիզայներ վարձեց սենյակներից մեկը մանկական սենյակի վերածելու համար, բայց բոլոր որոշումները թողեց Հելենային. Նա ընտրեց նուրբ գույներ, բաց փայտե կահույք, ձեռքով ներկված որմնանկար, թռչուններով ծաղիկներով. Եվ ամեն անգամ, երբ Գաբրիելը անցնում էր դռնով տեսնում Հելենային այնտեղ կազմակերպելով մանրիկ հագուստները կամ տիկին Մարիամի օգնությամբ մահճակալը հավաքելով, նա զգում էր, թե ինչպես է կրծքավանդակը սեղմվում մի զգացմունքից, որը չգիտեր անվանել. Լուկասը առաջիններից էր, ով իմացավ հղիության մասին. Հելենան վախենում էր պատմել, վախենալով, որ նա կհիասթափվի իրենից. Բայց երբ վերջապես պատմեց, տեսազանգով, նա պարզապես ժպտաց.
Քույրիկ, ես քեռի եմ դառնալու։ Սա անհավանական է։ Եվ դու արժանի ես երջանիկ լինելու։ Ում հետ էլ լինի, ինչպես էլ լինի։ Դու այնքան շատ ես զոհաբերել ինձ համար, հիմա ժամանակն է ապրելու քո սեփական կյանքը։ Նրա խոսքերը բերեցին մի թեթացում, որը Հելենան չգիտեր, որ իրեն պետք էր։ Եվ երբ Գաբրիելը հայտնվեց տեսանյութի ֆոնին, ամաչկոտորեն Լուկասին գլխով անելով, կրտսեր եղբայրը լուրջ զրույց ունեցավ իր փեսայի հետ։ Նայեք, Գաբրիել, ես չեմ ծածնի, թե հավանություն եմ տալիս ամեն ինչին, ինչ տեղի է ունեցել։ Բայց եթե դուք իսկապես փոխվել եք, եթե դուք իսկապես սիրում եք իմ քրոջը, ապա ես աջակցում եմ ձեզ։ Բայց եթե դուք նրան նորից ցավեցնեք, դուք ստիպված կլինեք ինձ հետ գործ ունենալ։ Հասկանալի է։ Գաբրիելը հարգալից գլխով արեց։ Հասկանալի է։ Եվ ես ձեզ խոստանում եմ, որ կհոգամ նրա մասին։ Երկուսի մասին էլ։ Հղիությունը զարգացավ։ Հելենան շարունակեց աշխատել մինչ 7-րդ ամիսը, լուսանկարչական նկարահանումներ անելով, միջոցառումներին մասնակցելով, իր ապրանքանիշը կառուցելով։ Պատրիսյան դարձավ դաստիարակ, միշտ իմաստուն խորհուրդներ տալով, թե ինչպես հավասարակշռել մայրությունը կարիերան։ Եվ Գաբրիելը, զարմանալիորեն, երբեք չփորձեց խանգարել նրան։ Ընդհակառակը, նա աջակցում էր նրան, մասնակցում էր նրա միջոցառումներին, կանգնում նրա կողքին, տեսանելի հպարտությամբ։ Մի գիշեր, երբ Հելենան 8-րդ ամսում էր, նրանք հյուրասենյակի բազմոցին ֆիլմ էին դիտում։ Նա պառկած էր նրա ծնկներին գլուխը դրած, Գաբրիելը նուրբորեն շոյում էր նրա մազերը։ Հելենա, ասաց նա, խախտելով հարմարավետ լռությունը։ Դուք ինձ կներեք։ Հելենան շրջվեց, նրան նայելու համար։ Ինչի համար։ Ամեն ինչի համար։ Քեզ վերաբերվելու համար, կարծես դու կարող չէիր։ Այդքան ժամանակ վատնելու համար։ Քեզ գրեթե կորցնելու համար։ Հելենան բռնեց նրա ձեռքը։ Գաբրիել, ես արդեն ասել եմ ձեզ։ Խնդիրը ներումը չէ։ Խնդիրը վերակառուցումն է։ Եվ դուք կատարում եք ձեր մասը։ Բայց ես պետք է, որ դուք հասկանաք, որ դա չի ջնջում այն, ինչ տեղի է ունեցել։ Սպիները դեռ այստեղ են։ Եվ ժամանակ կպահանջվի, որ դրանք լիովին անհետանան։ Ես ունեմ ամբողջ աշխարհի ժամանակը, ասաց Գաբրիելը, համբուրելով նրա ճակատը։ Եվ ես ամեն օր կապացուցեմ, որ արժանի եմ ձեր վստահությանը։ Եվ նա հենց դա էր անում։ Բայց ամեն ինչ կատարյալ չէր։ Կային մարտահրավերներ։ Կային պահեր, երբ Գաբրիելը սայթաքում էր հին սովորույթների մեջ, երբ նա հեռու կամ սառն էր դառնում։ Եվ Հելենան սովորեց կանչել նրան այդ պահերին, թույլ չտալով, որ ամեն ինչ վերադառնա նախկինին։ Եվ Գաբրիելը իր հերթին սովորեց լսել, ներողություն խնդրել, երբ սխալվում էր, նորից փորձել։ Սոֆիայի ծնունդը բոլորից ամենափոխակերպող պահն էր։ Ծննդաբերությունը տեց 14 ժամ։ Գաբրիելը Հելենայի կողքին էր ամբողջ ժամանակ, բռնելով նրա ձեռքը, սրբելով նրա քրտինքը, շնջալով քաջալերող խոսքեր։ Եվ երբ վերջապես լսեցին երեխայի առաջին լացը, երբ բուժքույրը այդ փոքրիկ արարածին փաթաթված ծածկոցով դրեց Հելենայի գրկում, Գաբրիելը արցունքների մեջ ընկավ։ Նա կատարյալ է, շշնջաց նա, նուրբորեն դիպչելով դստեր փոքրիկ դեմքին։ Նա մերն է։ Հելենան նայեց նրան, տեսավ արցունքները հոսող նրա դեմքից, տեսավ մաքուր խոցելիությունը նրա աչքերում, իր ներսում զգաց, թե ինչպես ինչ-որ բան վերջնականապես զիջեց։ Գուցե դա դեռ սեր չէր։ Բայց դա մոտ էր։ Դա խորը սեր էր, դա հարգանք էր, դա կապ էր, որը կառուցվել էր ցավի, ջանքերի փորձելու փոխադարձ կամքի միջոցով։ Սոֆիան ամեն ինչ փոխեց։ Առանձնատունը, որը նախկինում լուր սառն էր, հիմա լցված էր լացերով, ծիծաղներով, երեխայական տոնով, խոսակցություններով։ Տիկին Մարիամը դարձավ պատվավոր տատիկ, Սոֆիային խնամելով այնպիսի քնքշությամբ, որը Հելենային հուզում էր։ Գաբրիելը դարձավ ներկա հայր, փոխում էր տակտիրները, արթնանում էր կեսգիշերին, անկարգորեն օրորոցայիններ էր երգում, որոնք Հելենային ծիծաղեցնում էին։ Բայց նրանց երջանկությունը աննկատ չմնաց։ Եվ ոչ բոլորն էին ուրախ դրանով։ Ռիկարդո Սարգսյանը, Գաբրիելի վերահսկող գործընկերը, զզվանքով էր դիտում գործընկերոջ փոխակերպումը։ Ռիկարդոյի համար ընտանիքը շեղում էր։ Սերը, թուլություն։ Եվ Գաբրիելը դարձել էր հենց այն, ինչ նա ամենաշատն էր արամարում, մարդ, ով կնոջն ու դստերը առաջնահերթություն էր տալիս շահույթից վեր։
Նրանց միջ հանդիպումները լարված դարձան։ Ռիկարդոն քննադատում էր Գաբրիելի յուրաքանչյուր որոշում, որը օգուտ էր բերում նրա ընտանեկան կյանքի որակին, ի վնաս ավելի երկար աշխատանքային ժամերի։ Եվ երբ Գաբրիելը մերժեց 2 շաբաթ տողությամբ միջազգային ճանապարհորդությունը, քանի որ չէր ուզում հեռու մնալ Սոֆիայից, Ռիկարդոն որոշեց, որ ժամանակն է գործելու։ Հոդվածը հրապարակվեց բամբասանքների մի կայքում, որը հայտնի էր իր անբարեխղճությամբ։ Վերնագիրը սենսացիոնալ էր դաժան։ Գործարարուհին հղիություն է կեղծում կարողություն ապահովելու համար։ Ճշմարտությունը Գաբրիել Դավթյանի կայծակնային ամուսնության հետում։ Տեքստը կիսաճշմարտությունների լիակատար ստերի թունավոր խառնուրդ էր։ Ասվում էր, որ Հելենան միտումնավոր է հղիացել Գաբրիելին կապելու համար, որ նա օգտագործել էր իր եղբորը որպես փոխանակման միջոց ամուսնություն ձեռք բերելու համար, որ հղիությունը ի սկզբանե պլանավորվել էր որպես ոսկե փոր ապահովելու միջոց։ Նույնիսկ ակնարկներ կային, որ նա կեղծել էր բժշկական հետազոտությունները։ Հելենան հոդվածը հայտնաբերեց, երբ արթնացավ տեսավ, որ իր հեռախոսը պայթում է հաղորդագրություններից։ Նրա սիրտը սեղմվեց կարդալիս։ Ոչ թե ստերի պատճառով, այլ այն բանի, ինչ դրանք ներկայացնում էին։ Ինչ-որ մեկը խուզարկել էր նրա կյանքը, հայտնաբերել էր կազմակերպված ամուսնության, Գաբրիելի հետ պայմանավորվածության մասին, ամեն ինչ աղավաղել էր, նրան դաժան օպորտունիստի տեսք տալու համար։ Գաբրիելը կարդաց հոդվածը գունատվեց։ Անմիջապես զանգահարեց իր փաստաբաններին, պահանջելով դատի տալ կայքին։ Բայց վնասն արդեն հասցված էր։ Լուրը տարածվեց։ Այլ հրապարակումներ սկսեցին վերատպել, միշտ նույն սենսացիոն դատող տոնով։ Ամենավատ հարվածը եկավ Լուկասից։ Նա զանգահարեց Հելենային, կոտրված ձայնով. «Քույրիկ, ինչ է կատարվում»։ Համալսարանի մարդիկ տարածում են այս հոդվածը։ Սարսափելի բաներ են ասում քո մասին։ Սա ճիշտ է։ Դու իսկապես Գաբրիելի հետ ամուսնացել ես միայն փողի համար։ Հելենան փորձեց բացատրել, բայց խոսքերը խառնվել էին։ Լուկաս, այդպես չէ։ Դա բարդ է։ Այո, ամուսնությունը կազմակերպված էր, բայց ոչ այն պատճառներով, որոնք հոդվածում են նշված։ Ես դա արեցի քեզ պաշտպանելու համար, որպեսզի համոզվեմ, որ դու կարող ես շարունակել սովորել։ Ուրեմն դու քեզ վաճառեցիր ինձ համար։ Լուկասը բղավեց, Հելենան լսեց ցավը նրա ձայնում։ Դու քո կյանքը կործանեցիր ինձ համար։ Եվ նույնիսկ չասացիր ինձ։ Ես երբեք դա չեմ խնդրել։ Լուկաս, խնդրում եմ, փորձիր հասկանալ։ Բայց նա արդեն անջատել էր։ Հելենան փորձեց նորից զանգել, բայց նա չէր պատասխանում։ Հաղորդագրություններ ուղարկեց, բայց դրանք անպատասխան մնացին։ Եվ առաջին անգամ Սոֆիայի ծնվելուց ի վեր, Հելենան լիովին կործանված զգաց իրեն։ Գաբրիելը նրան գտավ լացելիս երեխայի սենյակում, Սոֆիային գրկած, կարծես դուստրը միակ իրական բանն էր աշխարհում։ Նա ծնկի իջավ նրա կողքին։ Հելենա, նայիր ինձ։ Մենք կլուծենք սա։ Ես խոստանում եմ։ Ինչպե՞ս։ Հարցրեց Հելենան, կոտրված ձայնով։ Իմ եղբայրը ինձ ատում է։ Լրատվամիջոցները ինձ ոչնչացնում են։ Բոլորը կարծում են, որ ես շահամոլ եմ։ Ինչպե՞ս եք դուք դա լուծում։ Ճշմարտությունն ասելով։ Գաբրիելը բռնեց նրա դեմքը ձեռքերի մեջ։ Հրավիրելով ընկերության խորհուրդը։ Բացահայտելով, թե ով է իրականում դրա հետում։ Եվ հայտարարելով, ում ուզում է լսել, որ դուք լավագույն բանն եք, որ երբե պատահել է իմ կյանքում։ Եվ հենց դա էլ նա արեց։ Գաբրիելը խորհրդի արտակարգ նիստ հրավիրեց։ Հավաքեց ապացույցներ, նամակներ, զրույցների ձայնագրություններ, որոնք մեղադրում էին Ռիկարդոյին։ Ցույց տվեց, թե ինչպես էր գործընկերը անձնական տեղեկություններ արտահոսել մամուլին, ինչպես էր կազմակերպել զրպարտչական քարոզարշավը, ինչպես էր խախտել կորպորատիվ պայմանագրի գաղտնիության դրույթները։ Հանդիպումը լարված էր։ Ռիկարդոն փորձեց պաշտպանվել, պնդելով, որ պարզապես պաշտպանում էր ընկերության շահերը։ Բայց Գաբրիելը չզիջեց։ Նա մի ելույթ ունեցավ, որը կմնար բոլոր ներկաների հիշողության մեջ։ Ուզում եք իմանալ ճշմարտությունը իմ ամուսնության մասին։ Այո, այն սկսվեց որպես համաձայնություն։ Այո, այն կազմակերպված էր։ Բայց գիտեք ինչու։
Որովհետև ես սառը մարդ էի, անկարող ոչ ոքի հետ կապ հաստատելու, ով մարդկանց դիտում էր որպես ակտիվներ, իսկ հարաբերությունները որպես գործարքներ։ Եվ Հելենան ընդունեց այդ համաձայնությունը ոչ թե հավակնությունից դրդված, այլ եղբոր հանդեպ սիրուց։ Նա զոհաբերեց իր սեփական երջանկությունը, ապահովելու համար 19 տարեկան մի տղայի ապագան, ով երազում էր բժիշկ դառնալ։ Եվ գիտեք ինչ տեղի ունեցավ։ Նա ինձ փոխեց։ Ինձ սովորեցրեց, թե ինչ է մարդկայնությունը։ Ինձ ցույց տվեց, թե ինչ է իսկական սերը։ Եվ այսօր իմ կինը ակտիվ չէ։ Իմ դուստրը շեղում չէ։ Իմ ընտանիքը իմ ամենամեծ ձեռքբերումն է։ Եվ եթե դա ձեր աչքերում ինձ թույլ է դարձնում, ապա ես ընդունում եմ թույլ լինելը։ Որովհետև կյանքում առաջին անգամ ես իսկապես ուժեղ եմ։ Սենյակում լռությունը բացարձակ էր։ Եվ հետո, մեկը մյուսի հետից, խորհրդի անդամները սկսեցին ծափահարել։ Ռիկարդոն հեռացվեց։ Նրա բաժնետոմսերը գնվեցին Գաբրիելի կողմից, ով ստանձնեց ընկերության լիակատար վերահսկողությունը։ Եվ պաշտոնական հայտարարություն տարածվեց, հերքելով հոդվածը սպառնալով դատական հայցերով նրանց դեմ, ովքեր կշարունակեին զրպարտել Հելենային։ Բայց կորպորատիվ հաղթանակից ավելի կարևոր էր այն, ինչ տեղի ունեցավ հետո։ Գաբրիելը անձամբ փնտրեց Լուկասին։ Նա գնաց այն հանրակացարան, որտեղ ապրում էր Լուկասը, թակեց դուռը, սպասեց, մինչ երիտասարդը բացեց։ Լուկաս, ես գիտեմ, որ դու բարկացած ես։ Եվ դու լիովին իրավունք ունես բարկանալու։ Բայց քո քույրը ոչինչ սխալ չի արել։ Սխալը ես եմ արել։ Ես նրան դրել եմ այդ դիրքում։ Ես ստեղծել եմ սառը անմարդկային համաձայնություն։ Եվ նա ընդունել է, որովհետև քեզ սիրում է ավելին, քան իր կյանքը։ Մի մեղադրիր նրան դրա համար։ Եթե պետք է մեկին մեղադրես, մեղադրիր ինձ։ Լուկասը կարմրած աչքերով նայեց Գաբրիելին։ Նա տառապել է։ Գաբրիելը գլխով արեց, ծանր ձայնով։ Շատ։ Եվ ես երբեք ինձ չեմ ների դրա համար։ Բայց հիմա փորձում եմ այլ կերպ անել։ Փորձում եմ լինել այն մարդը, ում նա արժանի է։ Լուկասը երկար պահ լռեց։ Հետո զանգահարեց Հելենային։ Երբ նա պատասխանեց, Լուկասը պարզապես ասաց. Կներես, քույրիկ։ Ես քեզ սիրում եմ։ Եվ ես հասկանում եմ։ Հաջորդ ամիսները ապաքինման էին։ Լուկասը ավարտեց բժշկականը, Գաբրիելը պնդեց ներկա լինել ավարտական արարողությանը, Հելենայի Սոֆիայի կողքին։ Փեսաների միջ հարաբերությունները ամրապնդվեցին, կառուցված փոխադարձ հարգանքի Հելենայի հանդեպ ընդհանուր սիրո վրա։ Հելենայի կարիերան շարունակեց աճել։ Նա դարձավ ոչ միայն մոդել, այլ իրական գործարար, բացելով իր սեփական հագուստի ապրանքանիշը, ուղղված իրական կանանց, իրական մարմիններով, իրական պատմություններով։ Եվ Գաբրիելը նրան աջակցում էր ամեն ինչում, հաճախ հայտնվելով նրա միջոցառումներին, Սոֆիային գրկած, հպարտ այն անհավանական կնոջով, որը դարձել էր իր կինը։ Նրանք սառը առանձնատունից տեղափոխվեցին ավելի փոքր տուն, այգիով, ծառապատ թաղամասում։ Տիկին Մարիամը նրանց հետ գնաց, հիմա արդեն պաշտոնապես ընտանիքի անդամ։ Երեկոները լցված էին ընտանեկան ընթրիքներով, Սոֆիայի առաջին բառերով, ծիծաղներով, զրույցներով, մտերմությամբ, որը կառուցվել էր քար առ քար։ Մի գիշեր, երբ Սոֆիան արդեն 1.5 տարեկան էր, Հելենան Գաբրիելը պատշգամբում էին, դիտելով, թե ինչպես է դուստրը խաղում մարգագետնում։ Գաբրիելը բռնեց Հելենայի ձեռքը։ Գիտեք, թե ինչ նկատեցի։ Ասաց նա։ Ինչը։ Որ սերը մի բան չէ, որ պատահում է։ Դա մի բան է, որը մենք կառուցում ենք։ Եվ մենք կառուցել ենք սա։ Միասին։ Հելենան նայեց նրան, նրա աչքերին, որոնք այլս սառը չէին, նրա ժպիտին, որն այլս հաշվարկված չէր, այն մարդուն, ով սովորել էր սիրել։ Այո, նա համաձայնեց։ Մենք կառուցեցինք։ Եվ երբ նա թեքվեց, նրան համբուրելու, դա տարբեր էր մյուս բոլոր համբույրներից։ Դա պարտավորություն չէր։ Դա բեմադրություն չէր։ Դա իրական էր։ Դա ճշմարիտ էր։ Դա սեր էր։ Որովհետև երբեմն սիրո լավագույն պատմությունները չեն սկսվում առաջին հայացքից սիրուց։ Նրանք սկսվում են ցավից, ջանքերից, ամեն օր փորձելու գիտակցված ընտրությունից։ Եվ երբ երկու մարդ որոշում են չհանձնվել, երբ որոշում են կոտրել իրենց սեփական խոչընդոտները, թույլ տալ իրենց խոցելի լինել, երբ որոշում են կառուցել ոչնչացնելու փոխարեն, այն, ինչ ծնվում է, պարզապես հարաբերություն չէ։
Դա փոխակերպում է։ Եվ Հելենան ու Գաբրիելը փոխակերպվել էին։ Նա, սառը մարդուց սիրող հոր ներկա ամուսնու։ Նա, անտեսանելի երիտասարդ կնոջից հզոր վստահ կնոջ։ Եվ միասին նրանք ստեղծել էին ոչ միայն ընտանիք, այլ տուն։ Մի վայր, որտեղ սերը դատարկ խոսք չէր, այլ ամենօրյա գործողություն։ Մշտական ժեստ։ Ամեն առավոտ նորացվող ընտրություն։ Սոֆյան մեծացավ այս սիրով շրջապատված։ Լուկասը դարձավ բացառիկ բժիշկ նվիրված քեռի։ Տիկին Մարիամն իր կյանքի ամենաերջանիկ տարիներն անցկացրեց, տեսնելով, թե ինչպես է ծաղկում այդ ընտանիքը։ Իսկ Հելենան Գաբրիելը։ Նրանք շարունակեցին կառուցել։ Օր-է-ցոր։ Աղյուս առ աղյուս։ Համբույր առ համբույր։ Որովհետև ի վերջո կարևորը այն չէր, թե ինչպես էր պատմությունը սկսվել։ Կարևորը այն էր, թե ինչպես էին նրանք ընտրել գրել այն։ Միասին։ Քաջությամբ, ճշմարտությամբ այն համոզմունքով, որ սերը, իսկական սերը, այն չէ, որ հեշտ է գալիս։ Դա այն է, ինչի համար արժե պայքարել։ Եվ նրանք պայքարեցին։ Եվ հաղթեցին։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Հելենայի Գաբրիելի պատմությունը շոշափել է ձեր սիրտը։ Եթե դուք հուզվեցիք փոխակերպման իսկական սիրո այս ճանապարհորդությունից, թողեք ձեր հավանությունը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ձեզ համար բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, հիշեցնում, որ երբեք ուշ չէ նորից սկսելու, փոխվելու, իսկապես սիրելու համար։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, էլ ավելի շատ պատմություններով, որոնք կդիպչեն ձեր հոգուն։ Մինչ շուտով։